Բանակի օրվա առթիվ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաները այսօր այցելեցին Եռաբլուր զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցեցին իրենց կյանքը հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին։ Լրագրողների հետ զրույցում Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շնորհավորելով հայությանը բանակի կազմավորման 24-րդ-ամյակի կապակցությամբ վստահեցրեց, որ հայոց բանակը տարածաշրջանում փոխգործունակ և մրցունակ է։ Այստեղ յուրաքանչյուրի անունը լսելիս մեզանից յուրաքանչյուրի մեջով այսպես սարսուռ է անցնում եւ ցավն ու սխրանքը շաղախում դարձնում հպարտություն մեր մարտական ընկերների եւ մեր բանակի համար եւ այնուհետեւ նաեւ այսպես կարծրացնում դարձնում պատասխանատվություն այսուհետ սխալներ չգործելու համար։ Ամեն օր մեր սահմաններում Արցախում շփման գծում իր արչև դրված քննությունը հանձնում է գերազանց կերպով։ Եռաբլուրում էր նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով եւս հպարտության մեծ զգացում ուներ հայոց բանակի համար։ Լրագրողների հետ զրույցում վարչապետը առաջնահերթ շնորհավորեց սահմանին կանգնած զինվորներին։ Կարողացանք ունենալ մի կառույց, մի ինստիտուտ, որը ոգևորում է հայ ժողովրդին, դա հայոց բանակն է, եւ մենք իրոք հպարտանալու տեղ ունենք, քանի որ մեր ձեռքբերումը շատ մեծ է այդ անկախություն տարիներին, որով ապահովում է մեր պետության, մայր հայրենիքի եւ հայկական երկրորդ հանրապետության անկախությունը, անվտանգությունը եւ ես ուզում եմ ասել, որ իրոք դա մեր երկրի համար, մեր ժողովրդի համար հպարտություն է։ Բարձրաստիճան պաշտոնյաները սակայն այլ հարցերի պատասխանելու հակված չէին։ Մենք բանակի մասին ենք որոշել։ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն էլ լրագրողներին հորդորեց։ Շնորհակալություն։ Լսեք, դուք խաղաղության մեջ ապրեք, բացեք դեմս։ Արարատյան թեմի առաջնորդ նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը օֆշորային հայտնի սկանդալի մասին հարցինի պատասխան ասաց, որ այսօր տոն է եւ այդ մասին խոսելու ժամանակը չէ։ Դիտարկմանը, թե այդ դեպքում երբ կխոսեք այս մասին, պատասխանեց։ Երբեք։ Ավելի ուշ նա այնուամենայնիվ որոշ հարցերի ստիպված եղավ պատասխանել։ Վերջինս սակայն նեղ սրտում էր, որ իրեն իր հոգևորականի կոչումով չէին դիմում։ Էլի պարոն Կճոյան։ Գոնե Սրբազան հայր, որևէ առնչություն ունեք այդ գործի հետ։ Բացարձակ ոչ։ Ոչ, չոր չունեմ ինչ պատասխանեմ։ Իսկ եթե դատարան կանչեն չեք գնալու։ Արդեն պատասխանել եմ։ Պարոն Սրբազան չէ, Սրբազան հայր։ Ինչ ասես ասում եմ։ Սրբազան հայր, Բենթլի ճակատագիր ինչ եղավ, վաճառել եք, նվիրել եք, ինչ եղավ ի վերջո։ Այսքան հանրությանը հետաքրքրող թեմա։ Շնորհավորում եմ բանակի տոնի առիթով, ուրիշ ասելիք չունեմ։ Վերջինս հերկեց տեղեկությունները, որ ինքը բիզնեսներ ունի, ավելին խոստացավ փաստն ապացուցելու դեպքում դրանք լրագրողներին նվիրել։ Ինչ վերաբերում է հոգևորականի թանկարժեք Բենթլի մեքենային, նա տեղեկացրեց, որ այն նվիրել է, ապա Եռաբլուրից հեռացավ նոր Range Rover մեքենայով։ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը եւս խուսափեց հարցազրույցից, միայն չբացառեց, որ ինքը կարող է շարունակել պաշտոնավարել, չնայած տարիքի հետ կապված սահմանափակմանը։